Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, եթերում է մեր պատմությունը հաղորդաշարը։ Այսօր մեր հաղորդաշարի գիտական խորհրդատու, պատմական գիտությունների թեկնածու դոցենտ Հովիկ Գրիգորյանը ձեզ է ներկայացնելու 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի հայաստագրական շարժման երևելի գործիչներից մեկին, Արմեն Գարոյին, Գարեգին Փաստերմաչյան, անձնավորություն, ում անունը ավելի շատ հեռուստադիտողին հայտնի է իբրև Նեմեսիս գործունեության համար նախապատրաստական մեծ աշխատանք կատարած անձնավորություն, լինելով իբրև ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան, նախապատրաստել է Նեմեսիս գործողության համար նյութական միջոցների հայթայթումը, բայց միայն սրանով չէ, որ աչքի ընկել այս գործիչը, հայտնի է նաև օրինակ դեռևս 1905-6 թվականներին հայ-թաթարական բախումների ժամանակ կազմակերպած իր աշխատանքով, որ պաշտպանի հայ բնակչությանը եւ նաեւ դրանից առաջ իր տարբեր գործողություններով։ Այսպիսով, այսօր խոսելու ենք Արմեն Գարոյի մասին։ 1898 թվականին, երբ Թիֆլիսում տեղի ունենում Դաշնակցության երկրորդ ընդհանուր ժողովը, Արմեն Գարոն թեև բացակայեր, չէր մասնակցում այդ ժողովին, այնուհանդերձ նա ընտրվում է Դաշնակցության ղեկավար մարմնի բյուրոյի անդամ։ Իսկ Արմեն Գարոն սկսում է զբաղվել իր մասնագիտությամբ, թեև շարունակում է անդամակցել Դաշնակցությանը, բայց հետագա տարիներին սովորում է արդեն Ժնևի համալսարանում, մասնագիտանում է քիմիայի գծով, ստանում է քիմիայի գծով դոկտորի աստիճան, ըստ քիմիան էր հետարքիր բաներ, որովհետև այդ շրջանի հայ հեղափոխականների միջավայրում քիմիկոսի մասնագիտություն ընտրելը այսպես մի տեսակ մոդայիկ էր նաև, ինչը կապվում էր ռումբեր պատրաստելու եւ այլ խնդիրների հետ։ Որպես արդեն քիմիկոս ինժեներ Արմեն Գարոն 1901 թվականին հաստատվում է Կովկասում, հաստատվում է Թիֆլիսում, այստեղ ստեղծում է իր քիմիական լաբորատորիան եւ սկսում է զբաղվել Հայաստանի ընդերքի ուսումնասիրությամբ, օգտակար հանածոների ուսումնասիրությամբ, համագործակցում է կարևոր հայ մեծահարուստների հետ, հատկապես Կովկասում շատ հայտնի Ալեքսանդր Մելիք Ազարյանի հետ է համագործակցում, մեծահարուստի հետ։ Ի վերջո հետագայում կարողանում է որոշակի պղնձե հանքերի այսպես լիցենզիա գնել, Ղարաքիլիսայի մոտակայքում գտնվող, պատրաստում է նաև այդ հանքերի շահագործմամբ զբաղվել, բայց Արմեն Գարոն պասիվ գործիչ չէ։ Նա Կովկասում է, որը 20-րդ դարի սկզբին երրում էր բուռն իրադարձությունների մեջ։ Եվ այս իրադարձությունների համապատկերում Արմեն Գարոն անտարբեր չէ, 1903 թվականին նա ակտիվորեն մասնակցում է հայ եկեղեցու գույքի բռնագրավման կազմակերպած այդ պայքարին ռուսական իշխանությունների դեմ, մասնակցում է կամավորական ջոկատների զինված ջոկատների ստեղծմանը եւ Սասուն ուղարկելու գործընթացներին, բայց նրա կարևոր վաստակը, որ մենք տեսնում ենք Կովկասում, դա 1905 թվականի սկսված հայ-թաթարական կռիվների ժամանակ ունեցած կարևոր դերակատարություն էր, որտեղ Արմեն Գարոն, որը այդ ժամանակ ապրում էր Թիֆլիսում, հանգամանքների բերումով ստանձնում է Թիֆլիսի հայության, այսպես ինքնապաշտպանության կազմակերպում, որտեղ 1905 թվականի նոյեմբերի 2-րդ կեսին Թիֆլիսը դառնում է հայ-թաթարական կռիվների ասպարեզներից մեկը։ Արմեն Գարոն Թիֆլիսի հայկական ինքնապաշտպանության կազմակերպիչն ու ղեկավարն էր, իրեն աջակից ունենալով, օգնական ունենալով արևմտայի ազատագրական պայքարի մեկ այլ գործչի Դուրբախին, այսպես ասած։ Եվ այստեղ է, որ Արմեն Գարոն դրսևորում է մեծ վճռականություն։ Իր տրամադրության տակ ունենալով 500 կռվողներ Թիֆլիսում, նա կարողանում է հաջողությամբ կազմակերպել Թիֆլիսի հայության ինքնապաշտպանությունը։ Ըստ որում այստեղ նաև դրսևորվում են Արմեն Գարո գործչի նաև հեռատեսությունը եւ քաղաքական այսպես հասունությունը, որովհետեւ այստեղ է, որ մենք տեսնում ենք մի երևույթ, դա Թիֆլիսում գործող վրաց մենշևիկների մեղմ ասած ոչ նորմալ պահվածքներ, որոնք ռուսական իշխանություններից ստանալով հրացաներ ստեղծել էին իբրև ջոկատներ հայերի եւ թաթարների արանքում կանգնելու համար, եւ նրանք ամեն կերպ կեղծ լուրերը փորձում էին ահաբեկել հայերին, ստիպելով որպեսզի հայերը ընդունեն որոշումներ կամ անեն հայտարարություններ, որոնք նրանց համար անպատվաբեր կլիներ։ Մասնավորապես այդպիսի որոշումներից մեկն այն էր, որ
հայերը պետք պարտավորվում էին, որ ամենայն հայոց կաթողիկոսը մահմեդականների շեյխուլ իսլամից ներողություն պիտի խնդրվեր կատարածի համար եւ այլն։ Այսպիսի բաները անպատվաբեր բաներ էին, Արմեն Գարոն վճռականորեն մերժում է նման տիպի առաջարկները, նաեւ վրաց գործիչներին, պատահական գործիչներ չէին դրանք, վրաց մենշևիկների հայտնի լիդերներ էին, ասենք, Ռամիշվիլիներ, Ժորդանյաներ, որոնք եկել էին հայերի հետ բանակցելու, պարտադրելու, որ հայերը այսպես ընդունեն թաթարական կողմի այդ նվաստացուցիչ առաջարկները, Արմեն Գարոն նրանց մերժում է եւ հայտարարում է, որ ինքը ընդամենը 1 օր հետո կապացուցի, որ իր կեցվածքը ճիշտ է։ Եվ հետագա 2 օրերին Թիֆլիսում տեղի ունեցած կռիվները ցույց են տալիս, որ հայկական ուժերը թեկուզ քիչ են, բայց վրացիների ներկայացրած 15-20 հազար զինված թաթարների մասին պատմությունները հեքիաթ էր, որովհետև իհարկե Թիֆլիս մտել էին Բորչալուի գավառից մեծ թվով մահմեդականներ, Թալանի համար, բայց դրանք մի քանի հազար հոգի էին, բայց ամենևին ոչ 15-20 հազար հոգի, ինչպես մենշևիկներն են ասում, եւ Թիֆլիսի կռիվները ավարտում են նրանով, որ տեղի ունեցած արդեն 2 փուլով ա եղել, երկրորդ փուլի 2 օրվա կռիվներից հետո թուրքական թաթարական մասից է, որ սպիտակ դրոշներ են պարզում եւ հակառակորդ կողմն է, որ խնդրում է դադարեցնել ռազմական գործողությունները եւ այստեղ պետք է ասել, որ հայությունը պատվով դուրս եկավ Թիֆլիսի հայությունը այդ հայ-թաթարական կռիվների շրջանից հօգուտ շնորհիվ Արմեն Գարոյի լավ այսպես պահվածքի եւ գեղեցիկ ղեկավարության։ Ինքը Արմեն Գարոն պատահական գործիչ չէ, նա մեկն էր այն 3 գործիչներից, որ 1906 թվականի փետրվարին Թիֆլիսում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցում է, Հոյդա զինվորական գործիչների խորհրդակցությունը, որը շատ կարևոր որոշում է կայացնում թաթարների դեմ կռիվներում ընտրել հարձակողական մարտավարության գործելակերպը, այսինքն պատժել այն թաթարական բնակավայրերը, որտեղ կան մեծ թվով ավազակախմբերի կուտակումներ, ինչը մենք հետո տեսնում ենք 1906 թվականի ընթացքում, երբ հայ-թաթարական կռիվների այդ ամիսներին ակնհայտորեն արդեն առավելությունը անցնում է հայկական կողմին եւ տարբեր վայրերում թաթարական ավազակավորջեր, տասնյակ ավազակավորջեր շնորհիվ այդպիսի մարտավարության ոչնչացվում են։ Բայց այս դեպքերից հետո Արմեն Գարոն նորից տարվում է իր աշխատանքով, նորից փորձում է զբաղվել պղնձահանքերի շահագործմամբ, իր համար կայուն այսպես արդեն վիճակ էր ստեղծել, բարեկեցիկ կյանքով էր ապրում, աղքատ չէր, այսպես ասենք, բայց տեղի ունեցած իրադարձությունները նրան ստիպում են նորից հրաժարվել իր երազած այսպես սեփական տնտեսություն ստեղծելու վարելու մտադրություններից եւ նորից մտնելու ակտիվ քաղաքականության մեջ։ Խոսքը 1908 թվականին Թուրքիայում տեղի ունեցած երիտթուրքական հեղաշրջման մասին է, երբ Արմեն Գարոն հարկադրված ստիպված է լինում ընդունել դաշնակցության եւ նաեւ իր հայրենակից էրզրումցիների խնդրանքը վերադառնալ Օսմանյան կայսրություն եւ համաձայնել դառնալու Էրզրումից ընտրված падգամավոր Օսմանյան խորհրդարանում։ 1908 թվականի Օսմանյան խորհրդարանի ընտրություններում Արմեն Գարոն Էրզրումից ընտրվում է падգամավոր։ Արմեն Գարո падգամավորը պասիվ падգամավոր չի։ Այս շրջանի նրա գործունեության մեջ հետարքիր են մի պահ։ Արմեն Գարոն ինքը արդեն տնտեսական գործունեությամբ զբաղված մարդ էր եւ լավ հասկանում էր Արևմտյան Հայաստանի տնտեսական ակտիվացումը ապահովելու խնդիրը։ Պատահական չէ, որ Օսմանյան խորհրդարանի իր падգամավոր եղած առաջին շրջանում Արմեն Գարոն ակտիվ պայքար է տանում, որպեսզի ապահովի մի նախագծի ընդունում, ինչը թույլ կտար Արևմտյան Հայաստանի տարածքները երկաթուղային կապով կապել Օսմանյան կայսրության կենտրոնական շրջանների հետ։ Վանը, Էրզրումը, Բուշը երկաթուղային կապով կապել Փոքր Ասիայի հետ եւ կայսրության մայրաքաղաքի հետ, ինչը բնականաբար կապահովեր Արևմտյան Հայաստանի տնտեսական զարգացումը։ Բայց այս ծրագիրը հանդիպում է ոչ միայն թուրքական, երիտթուրքական իշխանությունների դիմադրությանը, հանդիպում է նաեւ անգլիացիների, ֆրանսիացիների, գերմանացիների դիմադրությանը, որոնք այսպես մտածում էին, որ այդ տարածքները վաղ թե ուշ զավթվելու են ռուսների կողմից եւ դրանք անցնելու են ռուսների ձեռքը։ Այս խնդիրը կար եւ Արմեն Գարոյի այդ ծրագիրը, որը նա հետո փորձում է ամերիկացիների հետ կապել, Չեստեր ծրագիր էր կոչում, չի արդարանում, չի հաստատում։ Բայց այդ ընթացքում Արմեն Գարոն որպես պատասխան երիտթուրքերի կողմից ստանում է առաջարկ դառնալու թուրքական կառավարության մեջ հաղորդակցության նախարար, հեռահաղորդակցության նախարար, որը այդ պաշտոնը վարում է։ Հետո գալիս է մեկ այլ ժամանակ 1912 թվականի երիտթուրքական խորհրդարանի ընտրության ժամանակ Արմեն Գարոն երկրորդ անգամ Էրզրումից ընտրվում է падգամավոր։
Բայց շուտով Օսմանյան կայսրությունում տեղի ունենում լուրջ իրադարձություններ։ 1912 թվականի ամռանը Օսմանյան կայսրությունում տեղի ունենում պետական հեղաշրջում։ Սովորաբար սրա մասին քիչ են խոսում, բայց սա կարևոր պահ էր հետագա իրադարձությունների ընթացքում, որովհետև այդ հեղաշրջումը բերում է նրան, որ Իթիհադը մի որոշ ժամանակով տապալվում է, հեռացվում է իշխանությունից եւ Թուրքիայի իշխանության գլուխ է գալիս Իթիլաֆը, Իթիհադին ընդդիմադիր կուսակցությունը։ Եվ այս պայմաններում Արմեն Գարոն ինքը բնականաբար այլևս մաս չի կազմում կառավարության եւ այս շրջանն է, որ նաեւ հայկական միջավայրը տարվում է հայկական հարցի վերաբացման խնդրով Իթիլաֆի իշխանության շրջանում է, որ 1912 թվականի հոկտեմբերից նորից հայկական միջավայրը նաև ռուսական այսպես կողմի թելադրանքով կամ այսպես աջակցությամբ նորից դնում է Բերլինի պայմանագրի 61-րդ հոդվածը իրականացնելու խնդիրը եւ հայկական հարցը մտնում է նոր փուլ։ Սա այն փուլն է, որը ըստ էության նշանակում էր դաշնակցություն, ուրեմն Իթիհադ հարաբերություններում լուրջ այսպես պատնեշ, թեև արդեն իսկ 1912 թվականի մայիսին դաշնակցությունը, որը մինչև 12 թվականը Իթիհադին բացահայտորեն չէր քննադատում, որովհետև համարում էր, որ Իթիհադից փոխարեն եկող ուժերը նույնպես հայերին բնաջնջել այսպես ծրագիր ունեն, այս առումով չէր քննադատում, բայց 12 թվականի մայիսից դաշնակցություն դառնում է կտրուկ ընդդիմադիր Իթիհադին, այսինքն Իթիհադ դաշնակցություն հարաբերությունները դառնում են ոչ բարեկամական։ Արմեն Գարոն ինքը ակտիվ գործիչներից մեկն է, որը մտնում է ուրեմն հայկական հարցի հետ քննարկումների շրջանակ եւ այս բոլորը բերում է նրան, որ Արմեն Գարոն 1914 թվականի սկզբներին Հակոբ Զավրիյանի հետ միասին մեկնում է Եվրոպա հանդիպելու համար այն երկու տեսուչներին, որոնք պետք է նշանակվեին Արևմտյան Հայաստանում ստեղծված նահանգների կառավարիչներ։ Մինչև այդ Իթիհադ դաշնակցություն հարաբերությունները լարված են, 1913 թվականին դաշնակցական գործիչները արդեն լսել էին Ջեմալ Փաշայի այսպես սպառնալիքները, որ եթե հայերը գնան բարեփոխումների իրականացմանը մինչև վերջ, իրենք ստիպված կլինեն ընդունել Եվրոպայի այսպես ճնշումները, բայց 300-400 հազար հայեր էլ հետո կոտորվեն, սրի կքաշվեն։ Թեև հետագայում Արմեն Գարոյի եւ ուրեմն Հովանես Սերենգուլյանի Վարդգեզի հետ հանդիպման ժամանակ իթիհադական գործիչները Միդհադ Շուքրին եւ մեկ այլ գործիչ պնդում են, թե Ջեմալը դա ինքնագլուխ հայտարարություն է արել, բայց արդեն հասկանալի է, որ Իթիհադի հետ հարաբերությունները մտել է մի փուլ, որտեղ Իթիհադի գործիչները չեն էլ թաքցնում իրենց թշնամական մոտեցումը հայերի եւ հայկական հարցի նկատմամբ։ Այս պայմաններում է, որ Արմեն Գարոն մեկնում է Եվրոպա, հանդիպում է եվրոպացի տեսուչների հետ, նախապատրաստում են նրանց այցը Օսմանյան կայսրություն, երկու տեսուչները ուրեմն նորվեգացի Հոֆը եւ հոլանդացի Վեստենենկը երկուսն էլ բավականին կապվում են Արմեն Գարոյի հետ, որտեղ նրանից շատ բան են սովորում, շատ բան են իմանում հայկական հարցի, Հայաստանի հետ կապված եւ երկու տեսուչներն էլ ցանկություն են հայտնում, որ Արմեն Գարոն դառնա իրենց ղեկավարած նահանգներում իրենց տեղակալը։ Եվ Հոֆը եւ Վեստենենկը այսպիսի ցանկություններ հայտնում են, հատկապես Հոֆը Արմեն Գարոյի համար ավելի այսպես կարծեք նախընտրելի էր, նա գերադասում է ուրեմն լինել այսպես Հոֆի տեղակալ, որը Բամ, Բիթլիս, Խարբերդ, ուրեմն Դիարբեկիր նահանգների նահանգապետը պիտի լիներ, բայց այս խնդիրը բերում է լուրջ խնդիրներ 1914 թվականի սկզբերին։ Երիտ թուրքերի համար ընդունելի չէր Արմեն Գարո գործչի գործելակերպը։ Նրանք արդեն տեսնում են, որ Արմեն Գարոն միանշանակ հակադրում է իրենց քաղաքականության եւ պատահական չի, որ 1914 թվականին, երբ Իթիհադը, որը 13 թվականի նորից հեղաշրջման ճանապարհով բռնազավթել էր իշխանությունը, այս պատմությունները շատ քիչ հայտնի է, երբ Էնվերը ինքը գնդակահարեց Իթիլաֆի երկու նշանավոր գործիչները եւ Իթիհադը ռազմական հեղաշրջում կատարեց Օսմանյան կայսրությունում, նրանք փորձեցին օրինականացնել իրենց իշխանությունը 14 թվականին իբր թե խորհրդարանի նոր ընտրություններ կատարելու։ Այստեղ արդեն դրսևորվում Արմեն Գարոյի նկատմամբ Իթիհադի իրական վերաբերմունք։ Ի տարբերություն այլ падգամավորների, ասենք Գրիգոր Զորաբ, Հալաճյան եւ այլն, որոնց իթիհադականները գտնում են, որ պարտադիր նրանք պետք է ընտրվեն Օսմանյան խորհրդարանում, Իթիհադը ամեն ինչ անում է, որպեսզի Էրզրումից Արմեն Գարոյի թեկնածությունը բացառվի։ Եվ
գործը հասնում է նրան, որ ի վերջո Էրզրումի հայությունը հրաժարվում է նույնիսկ մասնակցել ընտրություններին եւ Էրզրումից падգամավոր է ընտրում նույն Հովսեփ Մադաթյանը, այն ուսուցիչը, որը տարիներ առաջ պատժում էր իր աշակերտին այդ ատրճանակի հետ կապված եւ իր ընկերոջը չմատնելու համար։ Այս մարդն է, որ ակնհայտ թրքամբոլ էր, Արմեն Գարոյի փոխարեն հայտնվում է Օսմանյան խորհրդարանում։ Եվ ահա Օսմանյան խորհրդարանի այսպիսի կազմում բնականաբար լավ բան չէր խոստանում, սա արդեն նշանակում էր խնդիրները մեծ են։ Իթեատրը աշխատում էր ձգձգել տեսուչների, այսպես Արևմտյան Հայաստան ուղարկելու խնդիրը, տեսուչների օգնականներ կամ տեղականներ նշանակելու խնդիրը, հայ մամուլը, հատկապես Պորսի ազատամարտը դրա հետ կապված դժգոհության հոդվածներ էր տպագրում եւ սա բերում է նրան, որ Թալյատի հրամանով փակվում է Պորսում լույս տեսնող ազատամարտ թերթը եւ 3 օր այդ թերթը լույս չտեսնում։ Եվ այն բանից հետո, երբ ի վերջո Արմեն Գարոյին շատ են խնդրում կուսակցական գործիչները, հատկապես Ռուբեն Զարդարյանը, ազատամարտի խմբագիրը, Արմեն Գարոն ստիպված է լինում գնալ հանդիպելու Թալյատի հետ, ում հետ նախկինում բավականին մտերիմ կապեր ուներ, բայց ում հետ 1913 թվականից հետո չէր հանդիպել։ Եվ այս հանդիպումը բերում է նրան, որ Թալյատը իհարկե այդ նախկինում մերժել էր ազատամարտի բացումը, բայց Արմեն Գարոյի այցից հետո հրամայում է թույլատրել թերթի գործունեությունը, բայց ցանկություն է հայտնում հանդիպել Արմեն Գարոյի հետ եւ մեկ գործչի հետ եւ ցանկություն է հայտնում, որպեսզի իրենք մի հատ զրուցեն, որովհետեւ ոնց որ թե արդեն սկսել են իրար չհասկանալ, ինչպես ինքն է ասում։ Եվ նույն երեկոյան, սա 1914 թվականի հունիսի, ուրեմն 30-ն է տեղի ունենում Արմեն Գարոյի եւ Արշակ Վռամյանի խորհրդարանի մեկ այլ դաշնակցական падգամավորի հանդիպումը Թալյատի եւ Խալիլ Բեյի հետ, հենց Խալիլ Բեյի տանը։ Այս հանդիպման ժամանակ է, որ Արմեն Գարոն ինքն է իր հուշերում գրում, իր համար պարզում է, թե որքան ամբարտավան է դարձել Թալյատը, ինքը նշում է, որ զրույցին բացարձակապես չի մասնակցել, ամբողջ բանավեճը վարել է Վռամյանը, ինչը վերջում նկատել է նաև Թալյատը, ասելով, որ նա չի նկատում, իսկ Արմեն Գարոն այդ պահին որոշ ճշմարտությունները բարձրաձայնել Թալյատին, նրան մեղադրելով, նախ նրա մեջ այդ նույն օրն մեղադրել, որ դրանք հրաժարվել են իրենց նախքան գաղափարներից, որդեգրել են պանթուրանիզմի գաղափարախոսությունը, որ նրանք խնդիր են դրել հայերին հեռացնել իրենց հայրենիքից, հայաթափել Հայաստանը, սա արդեն 1914 թվականի հունիսի 30-ին Արմեն Գարոյի հայտարարությունն է Թալյատին։ Եվ այստեղ է, որ երկու գործիչները բացարձակ իրար չեն հասկանում, Արմեն Գարոն ասում է ճշմարտություններ, որոնց բնականաբար բոլորի մասին չեմ կարող ասել, եւ սա լինում է վերջին հանդիպումը։ Իսկ արդեն մեկ ամիս անց սկսում է առաջին համաշխարհային պատերազմը, այնտեղ արդեն իրողությունները գնում են այլ հարթության վրա։ Ինքը Արմեն Գարոն, որը կարծեք թե իթիատի հետ հարաբերություններ ուներ եւ իթիատը ամեն կերպ աշխատել է նրան պաշտոններ տալ, եւ տվել է պաշտոններ, հրապուրված չի եղել դրանով, այսինքն չի ընկել թակարդը, լավ գիտակցել է այդ խոստումների իրական արժեքը եւ 14 թվականի Արմեն Գարոն արդեն պատերազմի շրջանում արմատապես փոխված Արմեն Գարոն է, որը մտածում է ամեն կերպ արևմտայությանը փրկելու մասին, որտեղ հասկանում է, որ սկսած պատերազմը բերում է արևմտայության համար մեծ խնդիրներ։ Սա է պատճառը, որ Օսմանյան խորհրդարանի նախկին падգամավորը եւ Օսմանյան կառավարության նախկին անդամը Արմեն Գարոն երկու անգամ է նախարարի պաշտոն զբաղեցրել, նա էլ առևտրի նախարարի պաշտոնը զբաղեցրել Օսմանյան կառավարությունում, հանկարծ դառնում է կամավորական շարժման ջատագովներից մեկը, հայտնվելով Կովկասում եւ ոչ միայն դառնում է ջատագով, այլ նաեւ դառնում է այն մարմինի անդամ, որի այսպես անմիջական ղեկավարությամբ պիտի ստեղծվեին կամավորական ջոկատներ։ Նա դառնում է կամավորական ջոկատների կարգադրիչ մարմնի անդամներից մեկը։ Ավելին, նա պատրաստակամություն է հայտնում մտնել ջոկատներից մեկը, որը շուտով պիտի մտնի Արևմտյան Հայաստան։ Շատ-շատերի նման նա էլ կարծում էր, որ պատերազմը երկար չի տևի եւ ռուսական բանակները արագ կգրավեն Արևմտյան Հայաստանի տարածքները եւ արևմտայությունը կփրկեն։ Սա պատկերացում էր, որը ցավոք կյանքը չարդարացրեց, այստեղ Արմեն Գարոն անշուշտ սխալվեց իր պատկերացումներում։ Բայց այս պատկերացումները, որ նրան համառորեն մղում էր դեպի կամավորական ջոկատներ եւ պատահական չի, որ մենք նրան տեսնում ենք իր համար երկրորդական մի դիրքում, երբ ստեղծում է դրոյի երկրորդ կամավորական ջոկատը, Արմեն Գարոն նշանակում է դրոյի օգնական կամ տեղական։ Ինչը արտառոց է, որտեղ
այդ ճանապարհ անցած գործ չի համար, դա բնականաբար նշանակում է համեստ պաշտպան, բայց իր համար կարևորը անձամբ երկիր մտնելն էր եւ մասնակցությունն էր պայքարին։ Երբ դրոն առաջին իսկ կռիվներում նոյեմբեր ամսվա կեսերին վիրավորվեց, Կավրեշամի կռվում ծանր վիրավորվեց եւ Թիֆլիս տարան, Արմեն Գարոն մինչև դրոյի առողջանալ այդ ջոկատի հրամանատարն է եւ ղեկավարել է տարբեր մարտեր։ Բայց պիտի նշել, որ պատերազմը չարդարացրեց Արմեն Գարոյի հույսերը։ Շուտով եկան լուրերը Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերից հայերի զանգվածային ջարդերի, կոտորածների, տեղահանությունների մասին։ Այս լուրերը Արմեն Գարոյի մոտ առաջ բերեցին շատ խոր հուսահատություն, հետո Արմեն Գարոն իմացավ տեղեկություններ նաև Էրզրումի հայերի ճակատագրի մասին, իր եղբայր Սեդրակի ճակատագրի մասին, Փաստերմաջյանների ընտանիքին պատուհասած աղետի մասին եւ այդ մարդը այսպես մի որոշ ժամանակով կոտրվեց, որովհետեւ հուսալքվեց, ընկավ ծանր վիճակի մեջ, անքնություն, հուսահատություն եւ այս վիճակից դուրս գալու երգը նա գտավ ֆիզիկական ծանր աշխատանք կատարելով, մոռանալու համար այդ ամենը տեղափոխվեց Գանձակի մոտակայք, իր կնոջ ազգականներից մեկի այսպես պատկանող կալվածքում սկսեց աշխատել ֆիզիկապես հողի հետ աշխատելով, շինության հետ աշխատելով, փորձելով այդպես հաղթահարել խնդիրները։ Բայց այդ հուսալքությունը երկար չի տևում, 1916 թվականից Արմեն Գարոյին նորից աշխատանքի են կոչում եւ Արմեն Գարոյին հանձնարարական է տրվում մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այնտեղ աշխատանք տանելու հայ գաղթականների եւ հայության համար այսպես օգնություն ձեռք բերելու առումով։ 1917 թվականին, երբ Փետրվարյան հեղափոխությունը Ռուսաստանում տեղի ունենում, Արմեն Գարոն Հակոբ Զավրյանի հետ մի կարճ ժամանակով մեկնում է Պետրոգրադ, ժամանակավոր կառավարության մոտ հայանպաստ այսպես դիրքորոշում ստեղծելու առումով, ինչը մենք տեսնում ենք, իսկապես այդ դիրքորոշումը կար ժամանակավոր կառավարության մոտ, բայց 1917 թվականի ամռանը Արմեն Գարոն նշանակվում է ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ հայոց ուրեմն ազգային խորհրդի ներկայացուցիչ մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ հետագա ընթացքում մինչև պատերազմի ավարտը, պատերազմի ավարտից հետո մեծ աշխատանք է կատարում Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախ որբերի գաղթականների համար խնդիրներ լուծելու առումով, հետո նաև ամերիկյան հասարակության քաղաքական շրջանակներում հայանպաստ դիրքորոշում առաջ բերելու առումով։ Եվ Արմեն Գարոն Ամերիկայի Միացյալ Նահանգներում տպագրում է իր անգլիատար գրքերից մեկը։ Ինչու Հայաստանը պետք է անկախ լինի։ Սա հետաքրքիր գրք է, որը տարածվում է ամերիկյան միջավայրում, ամերիկյան գործիչների միջավայրում, միգուցե նրա դերը փոքր չի Ամերիկայում հայանպաստ մեծ շարժում առաջ բերելու գործում, եւ հետագայում մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ն ճանաչում է Հայաստանը դե ֆակտո, այստեղ էլ Արմեն Գարոյի դերը կար, ասենք, հետո Արմեն Գարոն մեծ հույսեր ուներ, որ իսկապես մեծ Հայաստան կստեղծվի, այդ շրջանի նրա նամակները եւ տպագրած հոդվածները լի են մեծ լավատեսությամբ, բայց եկավ Հայաստանի Հանրապետության անկումը, դրան հաջորդած իրադարձությունները, որոնք ելի հուսալքեցին Արմեն Գարոյին։ Բայց Արմեն Գարոյի վերաբերյալ նյութը ավարտելուց առաջ բնականաբար պիտի անդրադառնանք նրա կենսագրության երևի թե վերջին ակորդին։ Դա Նեմեսիս գործում նրա ունեցած առանցքային դերակատարությունն էր։ Այսօր իհարկե Նեմեսիսի գործընթացները լրիվ պարզ չեն, բայց փաստերը ցույց են տալիս, որ այդ ծրագրի հեղացողներից մեկը Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող եւ Հայաստանի դեսպանի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոն զբաղեցնող Արմեն Գարոն էր, որը թեև Հայաստան չեկավ, անգամ հրաժարվեց Հայաստանի վարչապետի պաշտոն ստանձնել 1919 թվականին առաջարկելով Խատիսյանի թեկնածությունը իր փոխարեն, բավարարվեց դեսպանի կարգավիճակով, չմասնակցեց Հույդա 9-րդ ընդհանուր ժողովին, բայց կարծեք թե բոլոր նշանները խոսում են այն մասին, որ մեծ եղեռնի, այսպես կազմակերպիչների, Թալյաթի եւ մյուս, այսպես մարդասպանների, դահիճների պատիժը կազմակերպելու նախաձեռնողներից մեկը, մտահղացողներից մեկը ինքը Արմեն Գարոնն է եղել, որովհետև նրա անմիջական այսպես հսկողությամբ է գործել Շահան Նաթալին, ով ավելի այսպես հայտնի է որպես Նեմեսիս գործողության այսպես գործադրման գործում առանցքային դեր ունեցող գործիչներից մեկը։ Ինքը Արմեն Գարոն Հույդա 9-րդ ընդհանուր ժողովում ընտրվում է այն մարմնի անդամ, որը պետք է զբաղվեր Նեմեսիս գործողության նախապատրաստմամբ, այդ գործողության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հավաքում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բնականաբար Արմեն Գարոյի անմիջական նախաձեռնությամբ, եւ բնապատահական չէ, որ
Նեմեսիս գործողության ամենացայտուն ձեռնարկի կազմակերպիչը Սողոմոն Թեյլիրյանը մինչև իր ձեռնարկին ձեռնամուխ լինելը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ իր հուշերում Թեյլիրյանն ինքն էլ նշում է, որ հանդիպել է Արմեն Գարոյի հետ, որը նրան բավական հետաքրքիր բաներ է պատմել, նաեւ Թալյաթի հետ վերջին հանդիպման վերաբերյալ ինչ որ բաներ է պատմել։ Այսինքն Արմեն Գարոն Նեմեսիս գործողության ծրագրի ուղեղներից մեկն է եղել, ֆինանսավորողներից մեկն է եղել եւ ըստ էության ուղղորդողներից մեկն է եղել, պատահական չէ, այսօր Երևանում գտնվող այդ հայտնի հուշարձանի վրա ամրագրված է նաեւ նրա անունը, դեպ դա իսկապես արդարացի էսպես քայլ է որ կատարվել է։ Ինքը Արմեն Գարոն այս դեպքերից հետո Հայաստանի անկումից հետո էլի բավականին հիասթափվել էր, որովհետեւ մեծ էր սպասելիքները մեծ Հայաստան ստեղծելուց, ժամանակը անցավ, եկավ Լոնդոնի կոնֆերանս, եկավ Լոզանի կոնֆերանս, զարգացումները ցույց էին տալիս, որ հայկական խնդիրը ամենևին էլ բարենպաստ, այսպես ճանապարհով չի գնում, եւ այստեղ է որ մենք նորից տեսնում ենք Արմեն Գարոյին հուսալքված վիճակում։ Սա շատ հետաքրքիր մի փաստ կա, որը այսպես ստիպում է մտածել, որ պատահական չի Արմեն Գարոյի Ամերիկայի Միացյալ Նահանգներից Շվեյցարիա փոխադրվելը։ Ուրեմն մինչև 1922 թվականի նոյեմբերը Արմեն Գարոն գտնվել է Շվեյցարիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նոյեմբերին նա փոխադրվում է Շվեյցարիա Ժնև։ Այս փոխադրվելը արդեն իսկ կարծեք նշանակում է, որ Նեմեսիսի գործնական աշխատանքները դադարում են, որովհետև մենք հետո դրանից հետո Նեմեսիս գործողության քիչ թե շատ լուրջ ակցիաներ այլևս չենք տեսնում։ Այսինքն Արմեն Գարոն կարծեք համարում է, որ այստեղ իր գործը կատարել է, Շվեյցարիայում նա երկար չի ապրում, նա էլի անկումային տրամադրության մեջ է եւ 1923 թվականի մարտի 23-ին Ժնևում սրտի, այսպես հիվանդությունից իր վախճանն է գտնում մեր ժողովրդի մեծագույն զավակներից մեկը, ընդամենը 51 տարեկան հասակ։ Այսպիսով մեր պատմությունը հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված Արմեն Գարոյին մոտեցավ ավարտին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր հաղորդաշարի եթերում։ Հաջողություն։